Ես այսպես սկսեմ, հա, խոսքս, ուրեմն գնահատականի առումով խոշոր հաշվով, կարծես թե մենք որևէ հակասություն չունենք այստեղ հավաքվածներից, նույնիսկ այժմ որը իշխանություններին լեգիտիմ է համարում, սկզբունքորեն համարում է, որ իրավիճակը վատ է, այսինքն իրավիճակը փոխելու անհրաժեշտություն կա։ Այդ հարցում կարծես թե մենք տարաձայնություն չունենք։ Մնում է մի հարց, թե որոշել, թե իսկապես ինչպես է դա պետք անել եւ ինչ ուղիներ է պետք ընտրել դրա համար։ Ըստ էության այսօր հասարակության մեջ երկու այդպիսի մոտեցում կա։ Քննարկվում է ամենայն դեպս վերջին 2 տարում երկու այսպիսի տեսակետ քննարկվում է։ Մեկը այն մոտեցումն է, որը որդեգրել էր համաժողովրդական շարժումը 2007 թվականից սկսած, այսինքն պետք է ընդ որում երկուսն էլ նույն բանն են ասում, որ երկրում պետք են համակարգային փոփոխություններ, այսինքն իշխանափոխության խնդիրը տվյալ դեպքում ոչ թե գերնպատակ է, այլ ընդամենը միջոց է լուծելու գլխավոր խնդիրը։ Գլխավոր խնդիրը համակարգային փոփոխություններ անցկացնելն է, այսինքն այն համակարգը, որը Հայաստանում ձևավորվել է, դա պետք է ապամոնտաժվի։ Այդ համակարգը ուղղակի վնասարար է այսօր Հայաստանի Հանրապետության եւ ժողովրդի համար եւ արդեն իսկ սպառնում է երկրի անվտանգությանը։ Համակարգը պետք է փոխվի։ 2007-ից սկիզբ առած համաժողովրդական շարժումը նույն խնդիրը ձևակերպեց, համակարգը պետք է փոխվի, սակայն հետևյալ ճանապարհով պետք է կատարել իշխանափոխություն, որից հետո վերականգնել Հայաստանի սահմանադրական կարգը, որի պարագայում արդեն նոր ձևավորված իշխանությունը, լեգիտիմ իշխանությունը կատարի համակարգային փոփոխություններ։ Վերջին 2 տարում եղավ մեկ այլ տեսակետ, որը դրվեց շրջանառության մեջ եւ որը շատ քննարկվում էր մամուլում եւ քաղաքական գործիչները, հատկապես հասարակական գործիչներն են շատ քննարկում, որ անհրաժեշտ է համակարգային փոփոխություններ ուղղակի։ Այսինքն ենթադրվում է, թեև չեն ձևակերպում, թե դա ինչպես պետք է արվի, ինչ ճանապարհով, ինչ մեխանիզմներով, ամենայն դեպս ենթադրվում է, որ համակարգային փոփոխություններ կարելի է անել առանց իշխանափոխության։ Այսինքն մենք կարող ենք հիմա նախաձեռնել գործընթացներ, քաղաքական ուժերը միավորվեն կամ մյուս հասարակական ակտիվ ուժերը եւ պարտադրեն իշխանություններին համակարգային փոփոխություններ։ Ըստ էության այս առաջարկները։ Այսինքն խոշոր հաշվով այսօր հրապարակում կան այս երկու մոտեցումները։ Հիմա մեր որը երրորդը իրականում ես չգիտեմ։ Երրորդը չգիտեմ։ Նույնիսկ հեղափոխության մասին խոսելը դա հեղափոխությունը ընդամենը նույնպես տեխնիկական միջոց է, այսպես ասած, միջոց է հասնելու այդ մեծ համակարգային, այսինքն ստեղծելու մի իրավիճակ, որից հետո այս համակարգը հնարավոր կլինի փոխել օրինական համակարգով։ Սա է խնդիրը գլխավոր։ Պարոն Աբրահամյան, ուղղակի խոսքը գնում էր նրա մասին ընդունելի միջոցը, թե ընդունելի միջոց չի։ Հա, չէ, այդ ուրիշ հարց է։ Այդ ուրիշ հարց է, իհարկե, հա, այդ ուրիշ հարց է, որովհետև կարելի է քննարկել, որ ռազմավարության այս ռազմավարական գործողությունների առումով այս ճանապարհը սխալ է, ավելի ճիշտ է այս ճանապարհը, բայց գլխավոր խնդիրը բոլորի համար մնում է նույնը։ Այսինքն այդտեղ մենք տարաձայնություն չունենք։ Ընդհանրապես կարծես թե ոչ ոք չի վիճարկում արդեն այդ հարցը, որ այդ համակարգը ուղղակի սպառնում է Հայաստանի գոյության։ Հիմա համակարգային փոփոխությունների մասին ովքեր որ խոսում են, ովքեր այդպեսի առաջարկ են անում, նրանք այնուամենայնիվ չեն պատասխանում գլխավոր հարցին, թե հնարավոր է արդյոք այս իշխանության գոյության պայմաններում երկրում իրականացնել համակարգային փոփոխություններ։ Արդյոք դա հնարավոր է, որովհետև եթե դա տեսականորեն հնարավոր է, եթե մենք գանք այն եզրակացության, որ դա հնարավոր է, իհարկե կարելի է ընտրել այդպիսի մի ճանապարհ եւ փորձել լայն, այսպես ասած, նաև իշխանության հետ ընդհանուր հայտարարի գալով երկիրում կատարել բարեփոխումներ։ Մենք համոզված ենք, մեր տեսակետը նա է, որ Հայաստանում առանց այս իշխանության փոփոխության, այսինքն առանց գլխավորապես Սերժ Սարգսյանի իշխանության, առանց նրան իշխանությունից հեռացնելու եւ նրա կլանը իշխանությունից հեռացնելու Հայաստանում որևէ փոփոխություն կատարել ուղղակի անհնար է։ Ուղղակի անհնար է։ Այսինքն բոլոր այն հույսերը, որ հասարակության մի մասը պայպայում էր, որ կարող ենք մենք այ որոշակի ուղղությամբ համատեղելով ուժերը խփել մի կետի
եւ հասնել այստեղ հաջողության։ Հետո համախմբել ուժերը, խփել մյուս կետին, հասնել այսպես հաջողության, դրանք ըստ էության սին հույսեր են։ Եվ վերջի 2-3 տարին էլ ցույց են տալիս, որ դա իրականում անհնար ճանապարհ է։ Քաղաքացիական շատ ակտիվ այսօր զանգվածներ կան, նախաձեռնություններ տարբեր, որոնք ըստ էության դա էլ անում են։ Ընտրում են մի թիրախ, փորձում են այդ թիրախով հասնել, լուծել այդ խնդիրը, հասնել հաջողության։ Եվ կարծես թե ինչ որ հաջողություններ կան, մաշտոցի պուրակ, թրջկան, այդ թրջկանի ջրվեժ եւ այլն։ Բայց արդյոք դրանք համակարգային փոփոխություններ։ Դրանց կարելի է արդյոք այդ փոքր հաջողությունները անվանել համակարգային փոփոխություններ։ Որևէ համակարգային փոփոխության մասին խոսք չի կարող լինել դա։ Համակարգային փոփոխություն ասելով նախ դա պետք է հստակեցնել, ինչ ենք հասկանում համակարգային փոփոխություն ասելով։ Համակարգային փոփոխությունը մեր կարծիքով 4 առանցքային այսպես կետում կարելի է ձևակերպել։ Առաջինը դա ընտրական համակարգ, որի միջոցով հնարավոր է ձևավորել օրինակարգ լեգիտիմ իշխանություն երկրում։ Երկրորդը լրատվական դաշտի ազատականացում, որի պարագայում քաղաքացիները կարող են ստանալ ազատորեն ինֆորմացիա եւ կուսակցությունները եւ մյուս բոլոր ուժերը հասարակական կարող են արտահայտվել իրենց տեսակետները տալ։ Երրորդը դատական համակարգ, այսինքն արդար դատական համակարգ պետք է գործի անկասկած երկրում։ Եվ չորրորդը տնտեսական, այսինքն մոնոպոլիաները պետք է վերացվեն եւ այլն։ Այս 4 առանցքային կետերը ուղղակի անհնար է որ այս իշխանությունը իրականացնի, որովհետեւ այս 4 աղբյուրից է սնվումն։ Այսինքն սա իր համար կենսական շահերի ոլորտ է։ Եվրոպի դեպ վերջին 15 տարիների առնվազն փորձը այս ճանապարհով գնում էր արևմուտքը։ Արևմուտքը 15 տարի շարունակ, վերջին 15 տարում հատկապես ավելի ակտիվ, փորձում էր գոյություն ունեցող ռեժիմի պայմաններում Հայաստանում իրականացնել բարեփոխումներ։ Արևմուտքը անընդհատ գնում էր այդ ճանապարհով, որ պետք չէ դնել իշխանության փոփոխության խնդիր, պետք չէ սրել իրավիճակը եւ այլն։ Մենք մեր կողմից հզոր արևմուտքի ճնշմամբ եւ Հայաստանի ներսում քաղաքացիական ուժերի եւ կուսակցությունների ճնշմամբ կհասնենք Հայաստանում լուրջ բարեփոխումների։ Ինչ եղավ դրա արդյունքը։ Եթե 98 թվականին, օրինակ, նախագահական ընտրությունների ժամանակ մարդկանց պարզապես հարյուրներով տանում էին ոստիկանական բաժանմունքներ, սպառնում էին եւ ազատ էին արձակում, 2008 թվականին ուղղակի գնդակահարեցին եւ նետեցին բանտերը։ Այսինքն 15 տարվա այդ կետային քաղաքականությունը, որը որդեգրել էր մասնավորապես արևմուտքը, ոչ թե որևէ բարելավում չառաջացրեց, այլ ավելի վատ թարացրեց իրավիճակը։ Մենք չունեինք 98-ին քաղաքաբանտարկյաններ չենք ունեցել, չէ՞, մարդկանց չեն գնդակահարել։ Եվ 15 տարի ինտենսիվ բարեփոխումների շրջան էր, իբր թե 2003-ին երկար լծավ էր, միայն ակտիվ։ Վարչական տույժի էին եսել։ Ես ասում եմ 98-ին մեթոդն եմ ասում, իշխանության ընտրություններում գործողության մեթոդը։ Այսինքն որևէ արդյունք չեղավ իրականում, որովհետև փաստորեն, որովհետև անհնար է դա, այս համակարգի կենսական շահին է գտնում։ Եթե նա որևէ մի անգամ կազմակերպի օրինական ընտրություն, նշանակում է նա հանձնեց իշխանություն։ Նա երբեք դա չի անում։ Ուրեմն դա բացառվում է։ Դատական համակարգ բացառվում է։ Համակարգը կկորցնի վերահսկողությունը ամեն ինչի նկատմամբ։ Լրատվական համակարգ բացառվում է։ Նա մինչև այսօր գրաքննության է ենթարկում ամբողջ լրատվական դաշտը, սահմանափակում է լրատվամիջոցների իրավունքները, որովհետև եթե կորցրեց հասարակական կարծիքի վրա ազդելու այդ հնարավորությունը, ապա նա կզիջի իշխանություն։ Ուրեմն հույս ունենալ, թե այս համակարգը, այս իշխանությունը, իսկ իրականում դա իշխանություն էլ դժվար է անվանել, ռեժիմ կարելի անվանել միգուցե։ Եթե ռեժիմը կգնա որևէ բարեփոխման Հայաստանում, անիմաստ է, մեր կարծիքով անիմաստ է եւ ցանկացած փորձ այդ ուղղությամբ համարում ենք ուժերի իզուր վատնում, ցավոք սրտի, չնայած այդտեղ բավականին ուժեր, առողջ ուժեր ձևավորվել են, որոնք փորձում են դա անել։ Կամ այս առումով կա մի շատ կարևոր բան, որ ես հիմա կուզեի ասել, նաև օգտվելով որ լրատվամիջոցներ կան։ Խոսքը վերաբերում է քաղաքացիական հասարակության մասին։ Հասարակությանը նետված է նաև մի այսպիսի բանավեճ, որ գիտեք,
քաղաքական ուժերը գործել են իրենց հեղինակությունը եւ արդեն քաղաքացիական հասարակությունը պետք է վերցնի իր ձեռքը համակարգի դեմ պայքարը եւ համակարգային փոփոխություններ իրականացնել։ Իրականում հասարակությանը գցում են շատ մեծ թյուրիմացության մեջ, որովհետեւ քաղաքացիական հասարակությունը դա այդ ամբողջությունն է, այսինքն քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, օրինակ անհատ քաղաքացիները չէ, անհատ քաղաքացին քաղաքացիական հասարակություն չի կազմում։ Ամբողջ, այո, պետությունից դուրս քաղաքացիների կազմակերպական ցանկացած ձև դա քաղաքացիական հասարակություն է։ Նույն բիզնեսը, նույն ձեռնարկությունները, ոչ պետական, նույն թերթերը, մամուլը, այդ բոլորը քաղաքացիական հասարակություն։ Այսինքն հարցը շատ ճիշտ է դրվում, որ քաղաքացիական հասարակությունը կարող է Հայաստանում փոփոխություն անել, բայց մտածված, թե միգուցե չմտածված ձևով, այդ նույն քաղաքացիական հասարակության ներսում, որը պետության գլխավոր հակակշիռն է, մտցվում է հակամարտություն։ Այսինքն, դուք նախաձեռնություններ քաղաքացիների եւ այլն, հասարակական կազմակերպություններ, որ պայքարում եք այս ինչի համար, ձեր խնդիրը այս պետության դեմ չէ, այլ ձեր խնդիրը այդ ներսում է, այդ կուսակցությունների հետ է ձեր խնդիրը։ Դուք ներսում քաղաքացիական հասարակությունում իրար տվեք առեք, տեսեք ինչ է ստացվում։ Սա մեծ թյուրիմացություն է կամ մարդկանց ապակողմնորոշելու ինչ-որ մեթոդ է, կամ միգուցե դա մտածված չի արվում։ Ամենադեպս շատ կարևոր է, որ մենք բոլորս հասկանանք, որ քաղաքացիական հասարակությունը ի որպես ամբողջություն, ես դրա մեջ մտցնում եմ ամբողջ բիզնեսը, նաև օլիգարխներին, այսօրվա գործով, եւ բոլոր կուսակցություններին, որոնք կան գործում են դաշտում, որոնք ռեժիմին չեն ծառայում, այդ բոլորի շահերը ընդհանուր են։ Պետությունը զավթած այս խումբը, այս ռեժիմը, նրա շահերը եւ ամբողջ քաղաքացիական հասարակության շահերը իրար հակասում են, դրանք անհամատեղելի են։ Նա պետք է փորձի ոչնչացնել այս քաղաքացիական հասարակությունը։ Քաղաքացիական հասարակությունը պետք է ազատվի այդ բեռից, որպեսզի վերականգնի սահմանադրությունը, որովհետեւ այդ պայմաններում նա կարող է լիարժեք գործել։ Այս արժի, որ լրատվամիջոցները օրինակ նաև այս թեմաներով կարծում եմ գրեն, որովհետև այդ այնքան է հիմա խորացվում սենց ու դառնում է ինչ-որ տափակվելու նյութ տարբեր թերթերում բաներում այդ իբր թե հակասությունները գոյություն ունեցող քաղաքացիական հասարակության ներսում։ Իբր թե քաղաքացիական հասարակությունը դա, ասենք 2-3 խումբ բաներ են, քաղաքացիներ են, որ ամենտեղ մի 20 հոգի, այս է քաղաքացիական։ Ուրեմն այդպեսի բան չկա, քաղաքացիական հասարակության մի մասը հիմա այստեղ նստած է։ Հիմա ինչ ենք մենք առաջարկում մեծ հաշվով։ Նախ ես կարծում եմ, որ մենք այսինքն կոնգրեսը կարծում է, որ քանի որ իրական վիճակը այսպիսին է, այսինքն կա քաղաքացիական հասարակություն եւ կա իշխանությունը զավթած մի խումբ ռեժիմ։ Սրանց միջև գնում է իրականում լուրջ հակամարտություն։ Ուրեմն նախ եւ առաջ քաղաքացիական հասարակության ներսում պետք է լինի համերաշխություն։ Սա առաջին կարևոր պայման։ Մենք այդ ճանապարհով գնում ենք եւ կոչ ենք անում ընդհանրապես բոլորին։ Քաղաքացիական հասարակության մասնակիցները պետք է հրաժարվեն իրար քննադատելուց, պետք է հրաժարվեն քննադատելը ես նկատի չունեմ բանավեճի բացակայությունը, ընդհակառակը բանավեճը շատ լավ է։ Այսինքն նրանք պետք է միմյանց չհամարեն հակառակորդ եւ թիրախ։ Սա պետք է լինի, այսպես ասած, լռելիային համաձայնություն, պայմանավորվածություն, որովհետեւ սա կարևոր է, եթե մենք ուզում ենք հասնենք ուժերի մոբիլիզացիայի հետագայում, ինչ որ մի կետում, ապա սկզբից պետք է ձևավորվի փոխադարձ վստահության եւ համերաշխության մթնոլորտ։ Ուրեմն բոլորս պետք է ընդունենք, կա մի թիրախ, դա այս ռեժիմն է, որը Հայաստանը հասցրել է այս վիճակի, եւ մենք պետք է հրաժարվենք փոխադարձաբար մարտերից եւ ես նկատի ունեմ ամեն դեպքում ինչ որ ասում եմ նկատի չունեմ բանավեճը։ Բանավեճը բոլորին նկատի չունեմ, ես նկատի ունեմ մեկ-մեկու ոչնչացնելու կամ մեկ-մեկու վրա ոչկա գլորելու այդ բանը քաղաքականություն։ Նույն բանը պետք է վերաբերվի ոչ միայն կուսակցություններին, այլ նաև քաղաքացիական բոլոր նախաձեռնություններին։ Բոլորը պետք է հասկանան, որ մենք ոչ թե մրցակիցներ կամ հակառակորդներ ենք, այլ մենք նույն դաշտում ենք գործում։
Մենք նույն դաշտում ենք բոլորիս գործողությունները ըստ էության տանում են նույն նպատակի իրագործում։ Երկրորդ, որպես գործողությունների տրամաբանական ասպետան, պետք չեն արհեստական կարծում եմ միավորումներ։ Այս խորհրդակցությունները շատ լավ են եւ սրանք իհարկե պետք է շարունակել։ Այստեղ պետք է լինի կարծիքների փոխանակում, մտքերի փոխանակում, պետք է լինի իրավիճակի գնահատականներ, փոխադարձ դիրքորոշումների ճշտում, վստահության մթնոլորտի ձևավորում, որը ի վերջո ինչ-որ մի պահի հանգեցնելու է անպայման կոնսոլիդացված համատեղ գործողությունների։ Ռեժիմի դեմ մեկ ճակատով փորձել ենք պայքարել եւ մենք 2008 թվականից մինչեւ այսօր եւ ժամանակին արդարություն դաշինքը մեկ ճակատով պայքարը իհարկե իսկապես շատ բարդ բան է, իհարկե դա լավ է եւ 2003-ին եւ 2008-ին լուրջ հաջողություններ եղել են, ընդհանուր առմամբ շատ լուրջ հաջողությունների են հասել քաղաքական ուժերը։ Այսօր որ Հայաստանում կան քաղաքացիական նախաձեռնություններ, որ քաղաքական ուժերը ընդհանուր ստագնացիայի վիճակից դուրս են եկել եւ ավելի ակտիվ են գործում, սա այս շարժումների արդյունքն է։ Իհարկե իշխանության հարցը գլխավոր հնարավոր չի եղել լուծել, բայց դա չի նշանակում, որ դա անհնարին է։ Ամենևին չի նշանակում։ Հակառակ պնդումը, որ կարելի է հասնել փոփոխությունների առանց իսկ այդ դա անհնարին է։ Իսկ մյուս տարբերակը բոլորովին անհնարին չի, լիովին իրագործելի ճանապարհ է։ Շատ այն ինչ որ այսօր կատարում է դաշտում, դա շատ օբյեկտիվ իրականություն է եւ դա բնական վիճակն է։ Կան 20 կետեր, որոնք հարվածում են այս ռեժիմին, որոնք ռեժիմի դեմ պայքարում են եւ 20 ճակատ ունի ռեժիմը։ Այս 20 ճակատը շատ նորմալ է եւ շատ ճիշտ է եւ շատ կարեւոր է պահպանելը։ Եթե մենք փոխադարձաբար պայմանավորվենք, որ մենք իրար հակառակորդներ չենք, ոչ մի հարցում իրար հակառակորդ չենք։ Գաղափարական, քաղաքական տարաձայնությունները, ծրագրային վեճերը, խնդիրները պետք է բացառվեն, դա անիմաստ է տվյալ սիտուացիա։ Պետք չի քննարկել միասին հարցեր, որոնք գաղափարական առումով տարաձայնություն են առաջացնում մեր մեջ։ Իմաստ չկա ավակի դրա, որովհետև այդպիսի խնդիրը սպային միևնույն է մենք չենք կարող լուծել։ Պարլամենտում ընդդիմության համենայնպես ոչ իշխանական ուժերի գործունեությունը գոնե վերջին 1.5 տարում դրա լավագույն ապացույցներից մեկն է։ Հայ ազգային կոնգրեսը, Բարգավաճ Հայաստանը, Ժառանգությունը, մի պահ դաշնակցություններ հիմա ես չգիտեմ, ինչպես համատեղ բազմաթիվ նախաձեռնություններով հանդես եկան։ Սա հրաշալի բան էր, շատ կարևոր եւ առաջին անգամ միգուցե վերջին տասնամյակի ընթացքում պարլամենտում առաջացավ շատ աշխուժ, ձևավորվեց շատ աշխուժ իրավիճակ, առաջացավ լուրջ հակակշիռ գործող բանի մեծամասնություն։ Բայց ցավոք սրտի ունենալով նրանք մի ստորակետ անգամ բոլոր այդ նախաձեռնություններից, բոլոր առաջարկություններից չընդունեցին։ Ոչ մի ստորակետ, որովհետև ասում եմ, չեն էլ ընդունի, որովհետև դա իրենց կենսական շահերին հակասում է։ Ամեն մի ստորակետը դա իրենց համար պարտություն է։ Եվ մենք պետք է ռեալ գնահատենք, սառգլխով հասկանանք, որ սա է իրավիճակը եւ այսպես պետք է լինի։ Դուք որևէ պատկերացում ունեք, թե ինչպես կարելի է անել, որ նրանք գոնե մի ստորակետ փոխեն։ Ես պատկերացում ունեմ, որ դա կարելի է անել, բայց ոչ թե նրանք։ Չէ, նրանք ոչ մի ստորակետ չեն փոխի։ Նրանք կփոխեն ստորակետ մենակ միայն այն դեպքում, կհամաձայնվեն ստորակետների միայն այն դեպքում, երբ որ կամ կլինեն փոքրամասնություն, արդեն այդ նույն պարլամենտ։ Այսինքն ընտրությունների հետևանքով։ Այսինքն իշխանափոխության հարցով։ Եթե փոքրամասնություն, մեծամասնություն իրենց դիրքեր պիտի փոխեն, ընտրություններ պետք է լինեն։ Այո, ապարտադիր պետք է լինեն ընտրություններ, բայց ընտրություններին կարող են նախորդել ժողովրդի մոբիլիզացիայի եւ գործողությունների process-ներ, որոնք հանգեցնեն հետո հանգեցնեն ընտրությունների։ Այստեղ հավաքված ուժերի գլխավոր խնդիրը միգուցե պետք է լինի նա, որ երբ որ հասնի այդ իրավիճակը, ապա եւ հավաքված այստեղ կուսակցությունները, եւ քաղաքացիական հասարակության բոլոր ակտիվ մասը
նրանք դառնան ընտրությունների երաշխավոր ըստ էության։ Նոր ընտրությունների երաշխավոր։ Եվ դա շատ ռեալ է եւ դա հնարավոր է։ Նրանք դեռ չենք հասել դրան։ իհարկե չենք հասել։ Մենք դեռ չենք հասել, ընդհանրապես մենք ունենք օրինակ մեր ռազմավարությունը թե ինչպես գործել այս իրավիճակում։ Այդ ռազմավարությունը միգուցե բոլոր կուսակցությունները ունեն։ Յուրաքանչյուրն իր ռազմավարությունը ունի։ Խնդիրը նույնն է, նպատակը նույնն է, եւ յուրաքանչյուրը իր ռազմավարության շրջանում եթե գործողություններ իրականացնի, դա չի կարող արդյունքի չհանգեցնել։ Ուղղակի պետք է գործել եւ կատարել այդ գործողությունը, քայլերը կատարել։